Ռուսաստանի Դաշնության նախագահը փորձում է ինչ-որ ուրվագծել հստակության էլեմենտներ, հա, մինչև ԵԱՏՄ գագաթնաժողով եւ այլն, բայց ուրեմն այստեղ կա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ անոմալ դրսևորումներ։ Նույն Ռուսաստանի Դաշնության նախագահը 21 թվականի ընտրությունների նախաշեմին հայ ժողովրդին բացատրում էր, որ սա դավաճան չի։ Նույն Ռուսաստանի Դաշնության նախագահը հիմա շատ ծանր է տանում, որ ստեղ հայ-ռուսական հարաբերությունները հարված են ստանում։ Իսկ էլի պրոյեկցիան սեփական քաղաքական շահերից դուրս եկող պրոյեկցիան է, որպես այդպեսի։ Եվ էլի դրսի հետ կապել, դրսի հետ ուրեմն խնդիրը փորձել հասկանալ, դրսից ակնկալել, նույն խնդիրն է, ոչ մի տարբերություն, որտեղից ակնկալում ես, դու հասկանաս, որ կամ դու որպես սուբյեկտ կաս, եւ քո հետ որպես գործընկեր են առնչվում, կամ դու որպես սուբյեկտ չկաս, եւ քո հետ առնչվում են որպես խաղալիքի հետ։ Այսինքն հիմա մենք նույնը տեսնում ենք նաեւ ընդեղից, շատ պարզ։ Այսինքն ամեն ինչ կուտակած հասցրած է բերած է այս վիճակին։ Որովհետեւ օրինակ նույն Ռուսաստանի Դաշնության կողմից հիմա մինչև որևէ կերպ էս հանրակրվե արեք կամ ինչ-որ վերջնաժամկետ, բան, շատ հստակ այլ բան պիտի հնչեր։ Ռուսաստանի համար պարտավորությունները ստանձնված մեծ պայմանագրով առկա են, թե առկա չեն։ Մեկ։ Եվ եթե առկա են, որքանով է սրա սպառնալիքը սեփական ժողովրդին պատերազմով սպառնալիքը, ուրեմն արդիական կամ կյանքի իրավունք ունեցող։ Երկրորդ, ոնց պատահեց, որ այդ պարտավորությունները նորմալ չգործեցին ջերմուկի դեպքերի ժամանակ, ինչով ասա բացատրվում, եւ վերջը Ռուսաստանի համար Հայաստանի սահմանը որն է, քանի դեռ չի ավարտվել դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Այս հարցերի պատասխանները պիտի հնչեն Ռուսաստան։